Բարև Օլիմպոս, մեր տակ հյուրընկալ տաղավարը այս անգամ փորձել ենք անձրևոտ, ցուրտ ու սառը հանրապետական ստադիոնով։ Իսկ թե ինչու երևի դուք էլ եք գլխին դնում, որովհետև մեր Հայաստանի ազգային հավաքականը տարվա մեկնարկը ազդարարեց Բելարուսի հետ ընկերական խաղով եւ ցավոք պարտություն կրեց 2-1 հաշվով։ Դե պատմիր Գոհար ինչ տեղի ունեցավ եւ ինչու պարտվեցին։ Քո տեսանկյունը։ Խաղից առաջ ակնկալվում էր նաև դուք օլիմպոսցիներ մեր հարցման մի պատասխան վստահ ասել եք, որ Հայաստանի հավաքականը հաղթելու է։ Ես մի քիչ կասկածներ ունեի, որովհետև գիտեք, որ շատ նոր կազմ էր ընտրել Եղիշե Մելիքյանը եւ հրավիրել էր նաև բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստների եւ նա նախախաղային ասուլիսի ժամանակ էլ ասաց, որ պետք է փորձարկումներ անի, տեսնի թե ով ինչպես է համագործակցում եւ արդեն հասկանա թե սեպտեմբերի արդեն ընտրական խաղերին ազգերի լիգայի ինչպես մոտենալ։ Թե ինչու պարտվեցին իմ կարծիքով նրանք այդքան էլ լավ չէին հասկանում իրար, ֆուտբոլիստները խաղադաշտում միգուցե մրսում էին անձրևի տակ, չեմ կարող ասել։ Քո կարծիքով ինչ տեղի ունեցավ, Բելարուսներ լավ խաղում, թե մերոնք մի բան էին։ Իհարկե զգացվում էր, որ տարվա առաջին խաղն է, իրար այդքան էլ լավ չէին հասկանում եւ գուցե ֆիզիկական առումով էլ այդքան պատրաստ չէին։ Միգուցե ինչ որտեղ Բելարուսի բախտը բերեց, բայց ամեն դեպքում այնպիսի երկու գոլ եղավ, որոնք չես ասի, որ բախտի բերմամբ էին ուղղակի։ Իհարկե վերջում մեր ֆուտբոլիստները փորձեցին մանավանդ խփած 11 մետրանոցից հետո եւ Վահան Դիչախչյանը շրջապեց հաշիվը, ջանքեր էին գործադրում, բայց ես կուզեի այդ ջանքերը տեսնել խաղի սկզբում եւ միգուցե եթե հենց այդպես մեկնարկեին հաշիվը այլ կլիներ եւ չմոռանանք նաեւ նշել, որ Էդուարդ Սերցյանը մեր ավագը վնասված ուներ եւ չմասնակցեց հանդիպմանը, իսկ ինչպես մենք գիտենք, նրա հետ եւ առանց նրա հավաքականը բավական տարբերվում են։ Իմ կարծիքով բախտը չբերեցը, չգիտեմ կամ չէ, կներես, բախտը բերեց ասացի Բելարուսը, բայց եթե Բելարուսի դիմաց խաղար կարգով շատ ավելի բարձր հավաքական, հաստատ բախտի մասին չէին խոսի եւ մի բան էլ եմ ուզում ասել, չմոռանանք, որ Բելարուսը, ինչպես նաեւ Ռուսաստանի հավաքականը զրկված է միջազգային խաղեր անցկացնելու հնարավորությունից եւ ի տարբերություն Հայաստանի հավաքականի արդեն տևական ժամանակ է միջազգային փորձ չունի եւ սա նույնպես պետք է հաշվի առնել եւ զիջել այդ հավաքականին մի քիչ լավ չէր։ Չնայած էլի եմ ասում, միգուցե երիտասարդներ էին, միգուցե չէին հասկանում իրար։ Մենք էլ միջազգային փորձ ունենք, բայց ցավոք այդ փորձով խաղերին բոլորում էլ պարտվել ենք, ընկերականում էլ պարտվեցինք։ Իհարկե հասկանում ենք, որ նման հանդիպումները շատ են պետք մարշին։ Եղիշե Մելիքյանն էլ նշեց, որ իհարկե չի կարող գող լինել արդյունքից, բայց նման պարտությունները պետք են, իհարկե պետք է որպեսզի տեսնի ֆուտբոլիստներին գործի մեջ, հասկանա ինչ ունենք, հետագայում ում վրա կարող է հույս դնել, բայց ինքն էլ միանշանակ պատասխան չտվեց, թեև ասեց, որ բոլորին էլ դիտարկում է, տեսնում է ապագայում, բայց անուններ չնշեց, ավելացնելով, որ դեռ վաղ է որևէ եզրահանգում անել եւ իսկապես մեկ հանդիպումը քիչ է, շատ քիչ է։ Մենք պետք է ունենայինք նաեւ մարտի 26-ին ընկերական հանդիպում ԱՄՆ-ի հավաքականի հետ, բայց քանի որ գիտենք մերձավոր արևելքում իրավիճակը լարված է եւ թռիչքները չեղարկվել են, կարողացան կոմանել մրցավայր եւ խաղալ։ Ես ուզում եի ասել, որ ինձ այս խաղում դուր եկավ Վահան Դիչախչյանը, ամեն դեպքում ակտիվություն էր ցուցաբերում, փորձում էր ինչ-որ լուծումներ գտնել, բայց մարզիչն էլ նշեց Եղիշե Մելիքյանը, որ արժևի գծում մենք ունենք այդպես էլ չլուծված խնդիրներ, ցավոք սրտի չունենք այն ֆուտբոլիստին, որը կարող է հայտնվել եւ գոլ խփել եւ եզրափակել գրողները, չնայած դրանք այսօր քիչ են։ Այո, Վահանի ստրությունը, նվիրվածությունը, ցանկությունը շատ մեծ է, բայց շատ քիչ է, որովհետեւ ճիշտ նշեցիք, մենք արժևի գծում ունենք համապատասխան ուժը հարցակվող, իհարկե Ֆին Գերագուսյանը մտահոգիտ որոշակի ակտիվություններ է, զգացում էր, բայց հաստատ նրան էլ է ժամանակ պետք, հավաքականում ոչ մեկ միանգամից չի հաստատում, եւս մեկ նորեկ ունեին, պաշտպանությունում արդեն Ջունիոր Բրունոն նոր է, մենք էլ ենք սովորում։ Բուենոն նորեկը դեռ էլի բաղ է ասել ինչի տպավորություն թողել, ված չէ, փորձում էր պաշտպանություն ինչ-որ բաներ անել, բայց նաև սխալներ շատ են սխալվում այն դեպքում, երբ Բելարուսի գրողներ այդքան սուր եւ շատ չեն։
Եղիշե Մելիքյանը նշեց Հասմիկ, որ ինքը փորձում է թիմում անկում էր մինչ այդ վատ էին խաղում, փոշոր հաշիվներ էին գրանցվում եւ ինքը փորձում է թիմ կառուցել, նոր թիմ կառուցել եւ քո հարցինի պատասխան թե ինչքան պետք է սպասենք, ասես սպասենք, հեշտ գործ չէ թիմ կառուցելը։ Ես ուզում եմ ասել, որ մենք երկար տարիներ է լրագրության մեջ ենք եւ համբերում ենք, էլի կհամբերենք, ինչ արած։ Բայց դե նա ընդգծեց, որ ընդամենը 5 ամիս է ինչ հավաքականում է, այդքան էլ լավ ժառանգություն չի ստացել, իհարկե եղել են իրոք ֆուտբոլիստներ, ոչ բոլորն են հիմա շարունակում խաղալ, ոմանք հեռացել են, ոմանք վնասվածքներ ունեն եւ տանք ժամանակ։ Եկեք տանք նրան ժամանակ, հունիսին էլ ունենք ընկերական խաղեր, 2 հանդիպում կանցկացնենք, այդ ժամանակ նա նոր փորձարկումներ կանի եւ իհարկե ազգերի լիգան մեր մենք սպասելու ժամանակ չենք ունենա։ Հուսանք, որ հունիսին կայանալի 2 խաղներ կլինի եւ Եղիշե Մելիքյանը իր մարշչական շտաբով ավելի լավ ուսումնասիրի, կհասկանա ում է պետք է վերջո հրավիրել սեպտեմբերյան խաղերին եւ որքան հնարավոր է պատրաստ կմոտենանք ազգերի լիգայի մեկնարկին։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մեր Բարև Օլիմպոսը գիտեք ունի բոլոր հնարավոր ալիքները YouTube-ում, TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, եթե ինչ-որ միտեղ մոռացա դուք նշեք, միացեք, գրեք մեկնաբանություններ, կարծիքներ եւ եղեք մեզ հետ, մենք ձեզ շատ ենք սիրում։ Կհանդիպենք։